ամեն գնով։ Հա, որովհետև ձեր պարտները հետագայում չի հագենա ձեզանից։ Այսպիսի մարդկանցից լինում են ուժեղ վամպիրներ, եթե իրենք մինուսի մեջ են։ Չեն կարողանում ստեղծել կայուն երկար հարաբերություններ և քայքայում են հարաբերությունները, քանդում են, ստեղծում են կրիզիսներ։ Դրա համար դուք պետք է պլյուսի մեջ լինեք, ստեղծեք, այլ ոչ թե քաոս սարքեք ձեր շուրջը, քայքայեք։ Ովքեր ծնվել են 5 թվանշանի ներքո, 14 թվանշանի ներքո, հա էլի, 23 թվանշանի ներքո։ Այստեղ ձեր գիտակցականը պարտնյորի հետ հարաբերություններում, եթե ձեր պարտնյորը 5 է, դուք պետք է հարգեք ձեր պարտնյորի ազատությունը և անկախությունը։ Չպետք է վիրավորեք, չպետք է դավաճանեք, չպետք է նրան սահմանափակեք, հարգելով նրա ազատությունը, ազատության խոսքը և կամքը։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ այսպիսի մարդիկ շատ ազատ, շատ անկախ մարդիկ են, եթե նրանց զգացմունքում ինչ-որ սահմանափակում եք դնում կամ վիրավորում եք, նրանք կարող են դավաճանել ձեզ մինուսի մեջ, սիրելի կանայք, և սկսել ուրեմն ձեզանից խուսափել, հեռու պահել իրեն, ովքեր սահմանափակում են հինգերի ազատությունը, դա նրանց դուր չի գալիս, որովհետև հինգերը չեն սիրում, որ իրանց զագնայոտ ուգլ, սենց ասենք, իրանք սիրում են ազատություն, իրանց խոսքը պետք է ազատ արտահայտեն իրենք, նաև սիրում են լինել անկախ։ Հինգը երբ դառնում է ապագայում իմաստուն, եթե պլյուսի մեջ է, որովհետև հինգը հարաբերություններում մեկի հետ չի մնում երկար, կարող է չներել դավաճանություն, սկսի ինքը դավաճանել, մեկի վրա չկանգնել, անընդհատ փոխել ձեռնոցի նման պարտնյորներին, երկուսից խոսել ենք, անընդհատ փոխի պարտնյորներին և գալիս է մի ժամանակ, որ երբ նա կարող է իսկականից սիրել և պարտնյորը, եթե պլյուսի մեջ է, ձեր պարտնյորը 5 է, այստեղ նա կարող է ձեզ մտածելու տեղ տալ